Պարոն Աղազարյան, իմպիչմենթի գործընթացի մասին կուզենայինք խոսել, Դավիթ Համբարձումյանի թեկնածությունն է առաջադրվում, կողմ եք թե դեմ նրա թեկնածությանը, ինչպես եք։ Հատը ձևակերպեք ավելի Պատիվ ունեմ խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրել Մասիս քաղաքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը, ինչպես եք վերաբերվում դուք։ Չգիտեմ դեռ հաշվի դարձնում։ Պատիվ ունեմ խմբակցությունը Եվս առաջարկել է վարչապետը, եվս բարեկայել է ավելացի։ Շնորհակալություն։ Որովհետև, ինչպես գիտեք, պարոն Ասլանյանը եւ ես առաջարկել ենք հանդիսակի նախաձեռնությամբ եւ պարոն Էդմոն Մարուկյանին ներկայացնել որպես վարչապետի թեկնածու իր գործընթացը ցելու համար։ Հիմա մենք դեռևս չեն լիացել մեր գործընկեր պատգամավորներից, բայց այո, իմացանք, որ պատերազմի խմբակցությունը նույնպես հանդես է եկել նախաձեռնությամբ եւ առաջարկել է Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը, ում ես ճանաչում եմ բավականին լավ եւ բավականին լավ պրակտիկան, բայց ինչ հինակներս որոշումը եւ այսօր դեպի չեն եկել իրադարձություններ, որ մենք մեր դիրքորոշումից շփվում ենք։ Այստեղ նշանակում է, որ դուք եւ պարոն Ասլանյանը չեք միանալ։ Իսկ ձեր նպատակը Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է, թե պարտադիր ձեր թեկնածուին առաջ տանել։ Մեր նպատակը, մենք երկու նպատակ ենք դատում։ Մեկը Նիկոլ Փաշինյանին հեռացնել եւ մյուսը 26 թվականի ընտրություններին գնալ այն վստահությամբ, որ ձևավորենք մի իշխանություն, որը կլինի նորագույն պատմության մեջ ամենալեգիտիմը։ Եվ այս իմաստով մենք գտնենք, որ պարոն Էդմոն Մարուկյանի թեկնածությունը ամենանպատակահարմար եւ ընդունելի եւ քաղաքացիական պայմանագրի թվակցության մեր գործընկերների համար եւ Հայաստան դաշինքի համար եւ Պատիգրան դաշինքի համար եւ արտախորհրդանական շատ ուժերի համար։ Բայց ընդունելի չէ, ընդունելին ո՞րն է, եթե կոնսենսուս չկա նրա շուրջ, ո՞րն է ընդունելին, որ ասում եք։ Դե կոնսենսուս չկա, ուրեմն նշանակում է process-ները այնքան առողջ չեն, որ այդ կոնսենսուսը առաջանա, որովհետեւ հարց է առաջանում, օրինակ Պատիգրան թվակցության գործընկերները ինչու են անհանգստացած, որ Էդմոն Մարուկյանը լինի 7 ամսով վարչապետ։ Նիկոլ առաջին, Նիկոլ երկրորդ, 3 Նիկոլ, ըստ իմ սանդղակի ինչ կապ ունի։ Որտեղ միասին աշխատել են։ Հա, բան չեմ ասում, աշխատել են իհարկե, եւ հենց այդ աշխատելու հանգամանքն է բերում այն համոզման, որ շատ ավելի հավանական է, որ քաղաքացիական պայմանագրի խմբակցությունից գործընկերներ միանան Էդմոն Մարուկյան, Հովիկ Աղազարյան, Հակոբ Ասլանյան եղյակին, քան նույն իմ կողմից հարգված Դավիթ Համբարձումյանին։ Եվ մենք ինչ կունենանք, մենք կունենանք 7 ամսվա ժամանակ, որի ընթացքում փաստորեն քաղաքացիական պայմանագիրը զրկված կլինի վարչական լծակներից եւ կներկայանա ժողովրդին իր ծրագրով Հայաստանի Հանրապետության առաջ ծառացած խնդիրների լուծման իմաստով Հայաստան դաշինքը իր, Պատիգրանը իր, մյուսները իրենց ծրագրերով եւ գնանք ընտրությունների։ Հենց դա նպատակը, եթե մենք ուզում ենք որ գնանք եւ լեգիտիմ ասենք իշխանություն ձևավորենք, բայց եթե դա ընդունելի չի եւ ուզում են անպայման որ իրենց թեկնածու լինի, ապա այստեղ բանալիքը հարցեր առաջանում։ Դուք ասում եք, որ քաղաքացիական պայմանագրի համար Էդմոն Մարուկյանը ավելի նախընտրելի թեկնածու է, ավելի կոնսենսուսային։ Դուք ունեք զրույցներ ԿՊԱ-ականների հետ, ովքեր ասել են, որ կողմ կքվեարկեն Էդմոն Մարուկյանի թեկնածությանը։ Քանի հոգի են կամ գոնե նրանց ձայները այնքան են, որ անվստահություն հնարավոր կլինի հայտնել։ Ոչ դեռ այդքան չեն, բայց դե տենդենսը շարունակական է։ Բայց այդտեղ չեք տեսնում խնդիր, որ փաստորեն ճիշտ են, որ Նիկոլ 2 է, հետեւաբար ԿՊ-ն դրա համար տարբերություն չի։ 10 Նիկոլ է։ Ոչ թե Նիկոլ 2 է, Նիկոլից 10 անգամ ավելի ուժեղ Նիկոլ է։ Բայց եթե այդ հանգամանքը ապահովում է բոլորին գնալ 26 թվականին արդար, մաքուր, թափանցիկ ընտրությունների եւ ձևավորել մեր նորագույն պատմության մեջ լեգիտիմագույն իշխանությունը, որը կլուծի ժողովրդի առասպետության տարածած խնդիրները, ինչ ված բան կա։ Բայց այն ԿՊԱ-ականներն ասում, որ Նիկոլ Փաշինյանի օրոք աշխարհի ամենաթափանցիկ մաքուր արդար ընտրություններն են լինելու։ Ինչն է տարբերությունը Փաշինյանի եւ Էդմոն Մարուկյանի հետ, ինչ է անելու Մարուկյանը, եթե պատերազմից հետո։ Այստեղ ուրիշ հարց առաջանում արդեն, այդ մյուս հարցն առաջանում, երկրորդ ասպեկտը մեր նախաձեռնության, որ մենք գտնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը իրեն սպառել է ֆիզիկապես, հոգեպես, բարոյապես եւ հետեւաբար ինքը այսօր ի վիճակի չի Հա, ի վիճակի չի, շարունակեք, չէ, պարոն Աղազարյան, կներեք, շարունակեք։ Այսօր այսօր ինքը ի վիճակի չի լուծել են խնդիրները, որոնք ծառացած են պետության։ Ինքը պետք է գնա հանգստանա մի քանի ամիս, նույնպես գոնե մի քանի ամիս։ Հանգստի հարցն եք լուծում, զուտ փոխարինող։
Պարոն Աղազարյան, դուք նոր ասացիք, որ Էդմոն Մարուկյանը 10 Նիկոլ է, եթե 1 Նիկոլին դեմ են, 10 Նիկոլին ինչի պետք է կողմ քվեարկեն։ Նպատակի համար, որպեսզի 26 թվականին գնան արդար մարգուր թափածիկ ընտրությունների, որ որևէ մեկի մոտ կասկած չառաջանա, որ այդ ձևավորված իշխանությունը ամենալեգիտիմն է։ Այդ նպատակի համար 7 ամսվա ընթացքում կասկածները մնում են։ 7 ամսվա ընթացքում Էդմոն Մարուկյանը ոչ մի բան բացասական իմաստով չի հասցնի անել, Դե դեպքում Դավիթ Համբարձումյանին ընտրեք։ Մեկը չի հասցնի ոչ մի բան։ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ իմ ունեցած բոլոր հարգանքները կշռածնիկով դրած, ես գտնում եմ, որ 95 թվականից հետո մինչև 18 թվականը բոլոր ընտրությունները կեղծվել են, եւ այդ կեղծիքի շքերթի մեջ որոշները ունեցել են ակտիվ մասնակցություն, որոշները պասիվ մասնակցություն, որոշները պասիվ հանցագործություն, անտարբերություն։ Հետևաբար ես լեգիտիմ իրավունք ունեմ անհանգստանալու, որ կգա հին բարի ժամանակները եւ ելի կլինի փողում ընտրություն։ Չեմ ուզում դա լինի։ Այսինքն Դավիթ Համբարձումյանը դրա համար է դեմ։ Լևոն Տեր-Պետրոսյանն է հիմնադիրը կեղծարարությունների։ Միանշանակ համաձայն եմ Նիկոլ Փաշինյանի հետ այդ կտրվածքով, Առաջին որ նախագահի Լևոն Տեր-Պետրոսյանը, Վազգեն Սարգսյանը եւ Վանո Սիրադեղյանը, ուղղակի Նիկոլ Փաշինյանը հատվածային է ճշմարտությունը սիրում ներկայացնել, ըստ նպատակահարմարության է սիրում ներկայացնել ճշմարտությունը, այսօր եկեղեցին Լևոնը գնացել է եկեղեցի, խփել Լևոնին, վախենում է երևի Վազգեն Սարգսյանի մասին խոսա, վախենում է երևի Վանո Սիրադեղյանի մասին խոսա։ Իսկ այո, Լևոն Տեր-Պետրոսյանը, Վազգեն Սարգսյանի եւ Վանո Սիրադեղյանի հետ միասին դրեցին հիմքը մեր բոլոր զախողումները։ Պարոն Աղազյան, ես ճիշտ հասկացա, դուք ՀՀԿ-ի առաջադրած այդ տեխնատուին, որի մասին հայտարարվել է, չեք աջակցելու, եւ եթե պատճառները նորից ամփոփ ներկայացնեք, որոնք են, ինչու՞ չեք։ Չեմ ասել։